Եթերում ազատ լուրերի գլխավոր թողարկումն է, ստուդիայում ձեզ համար աշխատում են Արա Աբրահամյանը և Մարի Մինասյանը, բարի երեկո, օրվա դարձությունները նախամարոտ։ Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ։ Վարչապետը Ռուսաստանի Դաշնության նախագահին տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Տարբեր երկրներ ու կառույցներ ողջունել են հայ-ադրբեջանական հարաբերություններում գրանցված առաջընթացը, հայտարարություն է տարածել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների առաջիկա զարգացումները, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական տարբերակն ու մանիպուլացված կետերը։ Թեմաների մասին այսօր բուրըն քննարկում է եղել Ազգային ժողովում արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ։ Նրա կարևոր հայտարարությունները առանձնացրել է Այդա Կիրակոսյանը։ Բաքուն Արևմտյան Ադրբեջան է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-ից 70%-ը։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, նշելով Հայաստանում Արևմտյան Ադրբեջան չկա։ Վարչապետի թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցի կարևոր շեշտադրումները։ Սպառողների իրավունքների պաշտպանությունը կարևոր է ոչ միայն նրանց, այլև ընդհանրապես երկրի և տնտեսության համար, հայտարարել է Փաշինյանը, որն այսօր մասնակցել է սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։ 15,000 դրամով կտուգանվեն այն քաղաքացիները, որոնք հասարակական տրանսպորտից կօգտվեն առանց վճարելու կամ արտոնություն ունեցողների ուղետոմսերով։ Երևանի քաղաքապետարանը մշակել է օրենքի նախագիծ։ Տեղի ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ, վարչապետը Ռուսաստանի Դաշնության նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման և բանակցությունների ավարտի մասին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Կրեմլի հաղորդագրության համաձայն էլ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես հանդես է եկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին։ Ի դեպ Փաշինյանը հաստատել է, որ ընդունում է Պուտինի հրավերը և կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հայրենական մեծ պատերազմ հաղթանակի 81-ի նվիրված հոբելյանական տոնակատարություններին։ Երեկ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման բանակցություններն ավարտվել են և հայկական կողմը պատրաստ է ստորագրելու այն։ Ավելի ուշ հայտարարություններ տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն, ընդգծելով, որ այս փաստը Բաքվին գոհունակություն է պատճառում։ Սակայն ադրբեջանական կողմը կրկնել է նախկինում հնչեցված նախապայմանը փոխել Հայաստանի հիմնական օրենքը։ Գոհունակությամբ նշում ենք, որ ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ բանակցությունները։ Մեկ անգամ ևս ընդգծում ենք Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի բանակցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի սահմանադրությունում փոփոխությունների կատարումն է, որոնց նպատակը պետք է լինի Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված պահանջների վերացումը։ Սա անհրաժեշտ նախապայման է համաձայնեցված տեքստի ստորագրման համար։ Պատրաստ ենք շարունակել երկխոսությունը այս և երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը վերաբերող մյուս հարցերի վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահն էլ հայտարարել է, թե Երևանի հետ բոլոր պայմանավորվածությունները պարտադիր պետք է ամրագրվեն թղթի վրա, քանի որ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը զրոյական է։ Ալիևը բացի սահմանադրությունից առաջի քաշել մյուս նախապայմանը, այն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Իդեպ տարբեր երկրներ ու կառույցներ ողջունել են հայ-ադրբեջանական հարաբերություններում գրանցված առաջընթացը։ Հայտարարությամբ են հանդես եկել Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Էստոնիան, Իրանը, Վրաստանը, Սլովենիան, Չեխիան, Չինաստանը, Բելգիան, Եմեն, ՀԱՊԿ և այլն։ Իսկ Թուրքիան նշել է, որ Անկարան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումներին։ Հայտարարություն է տարածել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նշելով, թե այժմ ժամանակն է հանձնառություն ցուցաբերել խաղաղության հարցում ստորագրելու և ավերացնելու պայմանագիրը։ Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտին հասցնելու հարցում։ Սա հնարավորություն է երկու երկրների համար շրջել տասնամյակների հակամարտության էջը համաձայն նախագահ Թրամփի ավելի խաղաղ աշխարհի տեսլականի, նշել է նա։
Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերությունների առաջիկա զարգացումները, Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական տարբերակն ու մանիպուլացված կետերը։ Թեմաների մասին այսօր մոտ 5 ժամ բուռն քննարկում է եղել Ազգային ժողովում արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ։ Նրա կարևոր հայտարարություններն առանձնացրել եմ գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այդա եւ այսպես արտաքին գործերի նախարարն Ազգային ժողովում էր, որտեղ 2024-ի կատարողականներ ներկայացնում բավականին բուռն եւ բավականին հետաքրքիր թեմաներ են եղել, հետաքրքիր շեշտադրումներով։ Նախ սկսենք Միացյալ Նահանգներ Հայաստան հարաբերությունների մասով, խնդրեմ։ Այո, Միրզոյանը միանգամից հերքեց այն մտահոգությունները, թե հարաբերությունները, գործակցությունը, որ կարգավորվել են եւ բավականին զարգացում են ունեցել նախորդ ամերիկյան վարչակազմի հետ, գուցե չշարունակվեն, քանի որ վարչակազմի փոփոխություն է եղել եւ արտաքին քաղաքականության մասով Թրամփի քաղաքականությունը բավականին լրջորեն տարբերվում է Բայդենի քաղաքականությունից, նշեց, որ անցումային փուլում արդեն հարաբերությունների զարգացման ներառված են եղել նաեւ նոր վարչակազմի անդամներ, ինչը նշանակում է, որ գործակցությունը նույն տեմպով շարունակվելու է։ Վկայակոչեց վարչապետի հանդիպումը փոխնախագահ Վենսի հետ եւ վստահեցրեց, որ առաջիկայում կլինեն լավ նորություններ, իդեպ այդ նորությունները փաստորեն ռազմավարական գործակցության փաստաթղթով նշված կետերին են վերաբերում, դրանցից մի քանիսը հնարավոր է կյանքի կոչվեն առաջիկայում, այնպես որ այս մտահոգությունները ամբողջությամբ հերքված են։ Ամենակարևոր եւ բուռն, էմոցիաներ առաջացնող թեման հետեւյալն էր, բոլորս երեք տեսանք, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի տեքստի մասին էր, որոնք էին ամենակարևոր շեշտադրումները այստեղ։ Այո, Արարատ Միրզոյանը կրկին վերահաստատեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության նորակարգին եւ համաձայնագրին վերաբերող բանակցությունները ըստ էության իրենց հանգրվանին են մոտեցել, ինչը շատ կարևոր է ըստ Միրզոյանի, նշեց, որ այո, համաձայնեցված են բոլոր կետերը, որոնց շուրջ տարիներ շարունակ բանակցվում էին։ Համաձայնագրում առկա դրույթները իդեպ շեշտեց, որ ուժի մեջ են մտնում բացառապես ստորագրելուց եւ վավերացնելուց հետո։ Բուռն քննարկման թեմա դարձավ Եվրամիության դիտորդական առաքելության հեռացումը, այսպես ասած, հայ-ադրբեջանական սահմանից։ Այսօր իդեպ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մահմեդովը հետ չմնալով իր մյուս գործընկերներից, որոնք 3 անմիջապես խոսել էին Եվրամիության դիտորդների հեռացման մասին, նա էլ շեշտեց, որ առաքելության ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին լուրջ ռիսկեր է ստեղծում Հարավային Կովկասի կայունության եւ որ այս կետի բավարարումը ամենակարևոր նախապայմաններից մեկն է համաձայնագրում։ Մամեդովը իդեպ նշել է, որ դեռ վաղ է քննարկել հնարավոր ստորագրումը համաձայնագրի եւ վայրի առումով եւ ժամանակի։ Եկեք հասկանանք, թե ինչպես է արձագանքում հայկական կողմը առնվազն արտգործ նախարարի մակարդակով։ Միրզոյանի խոսքով դիտորդական առաքելությունը իսկապես ծառայել է իր նպատակին այն պահից սկսած, ինչ տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանին եւ կարողացել է ունեցել ենք ամենախաղաղ ժամանակը։ Այո, եւ կարողացել է ամբողջությամբ կատարածել իր նպատակները, բայց եւ եթե ստորագրվի համաձայնագիրը, դրանից հետո կարծես թե խաղաղությունը ինստիտուցիոնալ այլ մակարդակ է մտնում, ինչի մասին ավելի մանրամասն կուզեմ լսենք անձամբ Միրզոյանի խոսքը։ Լսենք ու վերադառնանք տաղավար։ Դիտորդական առաքելությունը տեղակայվել է մեր առաջարկությամբ, մեր խնդրանքով։ Դիտորդական առաքելության նպատակն է ուրեմն ապահովել, եթե մանդատը նայեք արդյոք, նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի կայունությանը, սահմանամերձ շրջաններում կայունությանը, խաղաղությանն եւ պետք է արձանագրենք եւ ոչ ոք չի կարող շղթել, որ տեղակայումից ի վեր իսկապես այս առաքելությունը ծառայել է այս նպատակին, իսկապես առաքելությունը ստացված է, միևնույն ժամանակ այն պահին, երբ որ կստորագրվի այդ համաձայնագիրը եւ կվավերացվի ուժի մեջ կմտնի, բնականաբար այդ կայունությունը եւ խաղաղությունը այլևս շատ ինստիտուցիոնալ կդառնան Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանին։ Եվ այդ պարագայում ես տեսնում եմ գործընկերները դժգոհում են, բայց ես տեսնում եմ գործընկերները դժգոհում էին ընդհանրապես եվրոպացիներին բերելուց։ Բայց դուք ունենաք ձեր քոշման հայտնել ժամանակ։ Ես ուզում եմ միանգամից եւ վստահեցնել մենք եվրոպական Հարգելի գործընկերներ, կարող եք Պարոն Եղոյան։ Լավ, ուրեմն եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայմանը խստորեն ընդդիմացող եւ դրանից դժգոհող եւ այժմ եվրոպական դիտորդական առաքելության
չափազանց հոգատար վերաբերվող եւ կարեւորող մեր գործընկերին ուզում եմ վստահեցնել, որ մենք, երբ որ այս համաձայնագիրը կստորագրվի, կվավերացվի եւ ուժի մեջ կմտնի, մենք մեր եվրոպական միության գործընկերների հետ քաղաքացիական առաքելության հետ համագործակցության մասով ընդունելի փոխշահավետ լուծումների կգան։ Այդա նաև ազգային ժողովում ընթացող այդ քննարկման ժամանակ ամենանուրբ, ամենազգայուն թեման Զանգեզուրի միջանցքի մասով էր, որը տարակարծություններ տեղի տվեց, այս մասով ինչ կարող ես ավելացնել։ Այս թեման շատ բուռն քննարկվում է, բարբերաբար, եւ սրան անդրադարձավ նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում։ Այսօր էլ Արարատ Միրզոյանը խոսեց թեմայի վերաբերյալ, քանի որ մեր ընդդիմադիր падգամավորները ներկա էին եւ կրկին քննարկեցին թեման, շահարկում էին, որ գուցե քննարկվում է միջանցք տրամադրելու հարցը եւ որ գուցե այդ հարցը ներառված է համաձայնագրի արդեն հաստատված կետերում։ Արարատ Միրզոյանը կրկին վերահաստատեց համաձայնեցված կետերում խաղաղության այդ վերջնական տեսքի բերված համաձայնագրում չկա որևէ դրույթ, որը վերաբերում է միջանցքին։ Եվ ընդհանրապես չկա որևէ կետ ապաշրջափակման մեխանիզմների վերաբերյալ։ Կա պատրաստակամություն գործակցելու Հայաստանի կողմից տարբեր ոլորտներում, այդ թվում տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական, սակայն հստակ է, որ Երևանի մոտեցումները ապաշրջափակման հարցում փոփոխության չի ենթարկվել։ Ես կրկին ուզում եմ Միրզոյանի ուղիղ խոսքը լսենք, որպեսզի տարընթերցումների նորից առիթ չունենանք։ Հայաստանի Հանրապետության բոլոր երկաթուղիները, բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները մնալու են Հայաստանի Հանրապետության եւ գործելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո եւ օրենսդրությանը համապատասխան։ Մենք նաեւ կարծում ենք, որ ինչպես եւ նախկինում համոզված ենք, որ որևէ երրորդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքների վերահսկման կարիք չկա։ Բեռների օրինակ անվտանգության ապահովման համար կարող են գործադրվել այլ քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ։ Կարևոր է շեշտադրել, որ Միրզոյանը խոսել է նաև այն կետերի մասին, որոնք փաստորեն դուրս են մնացել համաձայնագրից։ Դրանցից մեկը հումանիտար հարցերն են եւ գերիներին վերաբերող հարցերը։ Դրանք չնայած, որ դուրս են մնացել ընդհանուր կետերից, բայց Միրզոյանը վստահեցնում է, որ այս հարցերը պարբերաբար եւ միջազգային գործընկերների հետ եւ Ադրբեջանի հետ քննարկվում են եւ միշտ ուշադրության կենտրոնում են։ Ես մեջբերեմ հումանիտար հարցերի լուծումն ու առաջին հերթին գերիների պատանդարված եւ այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարևոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար եւ ըստ էության այստեղ եւս Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել եւ առանց այս խնդիրների լուծման եւս համապարփակ խաղաղության հասնել ըստ Հայաստանի չենք կարող։ Միրզոյանը բնականաբար կաշկանդված է ամբողջությամբ մեջբերել կամ բացել համաձայնագրի տեքստը, ինչը բնական է, այնուամենայնիվ վստահեցնում է, որ այդ տեքստում չկան այնպիսի տարօրինակ արտառոց բաներ, որոնց մասին այս տարիների ընթացքում Հայաստանը չի խոսել եւ կառավարությունը եւ բանակցող կողմերը չեն բացահայտել։ Համաձայնագրի հետ կապված բազմաթիվ զգայուն, գերզգայուն թեմաներ կան, որոնցից մեկը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Այս մասին եւս խոսել է Արարատ Միրզոյանը, կրկին հստակ շեշտադրելով, որ այս հարցում եւս Հայաստանի Հանրապետությունում դիրքորոշում չի փոխվել։ Նորից գնում ենք Միրզոյանին լսելու։ Շատ լավ։ Լսեցինք ադրբեջանական կողմի մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրության մասին։ Այս մասին իհարկե բնականաբար համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա, ընդհանրապես համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա։ Չկա նաև սահմանադրությունների մասին կարգավորում։ Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգությունները Ադրբեջանի սահմանադրության մասին, հայտնի է, որ մենք տեսնում ենք այնտեղ որոշակի նկրտումներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ նկատմամբ, բայց նաև հայտնի է, որ մենք կարծում ենք, որ համաձայնագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են, եթե նույնիսկ, իսկ մենք համոզված ենք, որ ոչ, եւ մենք ունենք առնվազն մեր սահմանադրության մասով մեր սահմանադրական դատարանի համապատասխան
դիրքորոշումը մեկ այլ առիթով, սա սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերի հաստատման, վավերացման գործընթացում հայտնի սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որը հստակ ուղենիշ է եւ փառատում է բոլոր մտահոգությունները, բայց եթե նույնիսկ տեսականորեն իսկապես սահմանադրություններում կարող են լինել այդպիսի պահանջներ, ապա նաեւ մենք համաձայնագրի տեքստի ստորագրմամբ եւ վավերացմամբ, իդեպ այդ վավերացումը կրկին պետք է անցնի մեր սահմանադրական դատարանով մեր պարագայում, մենք ընդմիշտ այդ հարցերը կարող ենք համարել փակված։ Սրանք այն կարևոր շեշտադրումներն էին, որոնք եղել են այս 5 ժամվա քննարկման ընթացքում, բնականաբար շատ ծավալուն քննարկում էր, բայց սրանք փոքր-ինչ զգայուն թեմաներ էին, որոնց ուզեցինք անդրադառնալ։ Ամեն դեպքում արա պիտի համաձայնենք արտգործնախարարի հետ եւ հստակ գիտակցենք, որ երբևէ կնքված որևէ համաձայնագիր միանգամից արդյունք չի տվել ու չի լուծել բոլոր խնդիրները, հատկապես այն դեպքում, երբ երկու ժողովուրդների միջև թշնամանքը եւ պատերազմական իրավիճակը տասնամյակներով են շարունակվել։ Եվ իսկապես այս համաձայնագիրն էլ չի գալու միանգամից բոլոր հարցերի պատասխանները մեզ տալու, ընդհակառակը, սա պարզապես շատ փոքրիկ մեխանիզմ է երկու կողմերի ներդրած, որը պարզապես մեկնակետ է հանդիսանալու հետագա բազմաթիվ հարցեր քննարկելու եւ լուծելու, եթե իհարկե ինչ-որ պահի գան վերջնական համաձայնության եւ տեղի ունենա այդ ստորագրման արարողությունը։ Այո, մեզ դեռ շատ երկար ու բարդ ճանապարհ է սպասում, հուսով եմ, որ այս մեկնակետը կլինի դեպի խաղաղություն տանող իսկապես։ Իրական խաղաղություն։ Շնորհակալ եմ Մայդա հանգամանալից ներկայացնելու համար։ Շարունակում ենք թողարկումը, Բաքուն Արևմտյան Ադրբեջան է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-ից 70%-ը։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում, նշելով Հայաստանում Արևմտյան Ադրբեջան չկա։ Նա խոսել է նաև հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, նկատել այսօր Երևանն ու Անկարան ուղիղ երկխոսության մեջ են։ Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը շատ էական է եւ կարեւոր։ Այդ քննարկումները եւ շարժումները նաեւ Հայաստանում եւ ոչ միայն Հայաստանում լինում են, խոսք է գնում ուրացման, մեծ եղերնը ուրանալու կամ մոռանալու մասին, կամ ես ուզում եմ շատ հստակ լինի, որ Հայաստանում եւ հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է։ Վարչապետը վստահեցրել է, սա չի նշանակում հայոց ցեղասպանությունը ուրանալ, բայց մեզ պետք է խաղաղություն եւ լավ հարաբերություն մեր անմիջական հարևանների հետ։ Ըստ նրա, ներկայում պետք է առաջին հերթին մտածել տարածաշրջանային խաղաղության մասին։ Վարչապետը չի թաքցրել միջին վիճակագրական ընկալումը մեր հանրապետությունում այն է, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Ենթադրվում է, որ նույնն էլ Թուրքիայում է, բայց հիմա այդ ընկալումը փոխելու պատմական հնարավորություն կա, որին պատրաստ է Փաշինյանը։ Ըստ նրա, այս առումով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է։ Արդեն իսկ Հայաստանի եւ Թուրքիայի միջև կա շատ ուղիղ երկխոսություն, դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ։ Ես եւ մեր քաղաքական թիմը վճռական են համբերատար, հետեւողական խոսակցության, երկխոսության, փաստերի եւ փաստարկների դաշտում հասնել նրան, որ տարածաշրջանը Հայաստանի Հանրապետության համար լինի կայունության, խաղաղության եւ բարեկեցության աղբյուր։ Անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի մասին հարցին, ըստ որի խաղաղության խաչմերուկ նախագիծն արդյոք այլընտրանք է Զանգեզուրի միջանցքին, թե Փաշինյանի ընդհանուր տարածաշրջանային մոտեցումն է արտացոլում, վարչապետը հայտարարել է. Մեզ համար անհասկանալի եւ անընդունելի է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի։ Մենք 4 սահման ունենք, որից երկուսը ամբողջությամբ փակ են։ Եվ այս փաստը ինքնին ցույց է տալիս, թե ինչքանով մենք պետք է եւ ենք շահագրգռված տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։
Վարչապետի խոսքով երբեմն հղում է արվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին, որում միջանցք արտահայտությունն ընդհանրապես չկա։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, եռակողմ հայտարարության մեջ նշվում է ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց փոխանակման եւ վերադարձի մասին, բայց մինչեւ հիմա այդ խնդիրը լուծված չէ։ Ավելին, խնդիրն ավելի է սրվում Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարությունների բերումով, որոնք ոչ միայն բեմականացված են, այլև կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ, առնվազն 23 գերիներ, պատանդներ եւ այլ պահվող անձինք կան Ադրբեջանում։ Հայաստանի կառավարությունն անում է հնարավորը նրանց հետ վերադարձնելու համար, բայց Ադրբեջանն այդ գործոնը նույնպես օգտագործում է էսկալացիոն տրամաբանությամբ եւ նպատակներով։ Եռակողմ հայտարարության մեջ գրված է Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը շարունակապար պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ չկա։ Եռակողմ հայտարարության մեջ խոսվում է փախստականների վերադարձի մասին, Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ, բայց եռակողմ հայտարարությունից հետո ընդհակառակը փախստականների թիվը մեծացել է եւ տեղի է ունեցել բռնի տեղահանում եւ այլն եւ այսպես շարունակ, բայց ես նկատի ունեմ դա լավ մոտեցում չէ եռակողմ հայտարարության դրույթներին վերաբերվել հատվածական։ Հայաստանի վարչապետը ասել է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև տրանսպորտային կապ ապահովելու առանձին օրակարգ չկա։ Այն տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգի մասին է, ինչը նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար պետք է բացեն հաղորդակցուղիները։ Հայաստանի հյուսիսային շրջաններից դեպի Մեղրի, այսինքն հարավային ռեգիոն, երկաթուղային կապ չկա եւ երկաթուղային կապը անցնում է միայն Ադրբեջանի, այսինքն Նախճեվանի ինքնավար հանրապետության տարածքով։ Այսինքն սա ենթադրում է եւ հետեւաբար մենք ասում ենք, որ պատրաստ ենք իհարկե ապահովել երկաթուղային կապը եւ ակնկալում ենք, որ նույնպիսի կապ կապահովվի նաեւ Հայաստանի, մասնավորապես Երասխից Մեղրի երկաթուղային կապի համար։ Ընդ որում սա ենթադրում է ավտոմոբիլային տրանսպորտային կապի ստեղծում, այդ թվում Ադրբեջանից Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտով կարող է կապվել Իրանի, Ռուսաստանի հետ։ Իհարկե այս պարագայում նաեւ ենթադրվում է Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացում եւ այլն։ Երևանի համար հասկանալի չէ, ինչու Ադրբեջանը չի արձագանքում այս լուծումներին եւ ընդհակառակը փորձ է արվում անընդհատ թեման օգտագործել էսկալացիոն տրամաբանությամբ։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տրամադրել երկաթուղային բեռնափոխադրումների հնարավորություն արևմտյան Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախճեվան։ Այո, պատրաստ է։ Եվ նույնը ակնկալում ենք նաև, որ նույն հնարավորությունը կստեղծվի Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքի համար։ Մենք պատրաստ ենք նաև ավտոտրանսպորտային հաղորդակցություն ապահովել։ Փաշինյանը բոլորովին էլ համաձայն չէ ձևակերպումների հետ, ըստ որոնց հայ-ադրբեջանական խաղաղությունը տեսանելի չէ։ Նա նշել է, որ արևմտյան Ադրբեջանի մասին առկա խոսույթն է, որ խաթարում է գործընթացի առաջընթացին։ Պնդել, Հայաստանում արևմտյան Ադրբեջան չկա։ Նրանք մեր երկրի ինքնիշխան տարածքի 60-ից 70%-ն անվանում են արևմտյան Ադրբեջան, ասել է վարչապետն ու հավելել. Մեր ընկալումն այն է, որ դա պարզապես տարածքային պահանջներ են Հայաստանի նկատմամբ եւ հետեւաբար մենք չենք կարող այդ հարցը քննարկել։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Այլ թեմաներ, սպառողների իրավունքների պաշտպանությունը կարևոր է ոչ միայն սպառողների, այլև ընդհանրապես երկրի եւ տնտեսության համար, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, որը այսօր մասնակցել է սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։ Այն կազմակերպվել էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Սպառողների պաշտպանության համակարգը լավարկելու համար ստեղծվել է թվային հարթակ, որի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի այսուհետև կարող է մրցակցության պաշտպանության հանձնաժողովին ներկայացնել բոլոր այն խնդիրները, որոնց բախվել է, եւ դրանք պատշաճ ժամկետներում լուծում կստանան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով սպառողների պաշտպանության միջազգային օրվան ընդգծել է այս հարթակի կարևորությունը։ Որ թվային մոդուլ է ներդրվում, որտեղ քաղաքացին կարող է իր իրավունքների պաշտպանության համար դիմել առցանց, այսինքն առանց տնից դուրս գալու, եւ իհարկե կարևոր է ընդգծել, որ վերջին տարիներին մենք աշխատել ենք թեմայի վրա եւ փորձել ենք ոչ միայն օրենքով սահմանված իրավունքների
վերարտանագրում անել, այլև այդ իրավունքները իրականության մեջ կիրառելու կոնկրետ մեխանիզմներ ստեղծել քաղաքացիների համար։ Նոր կարգավորումների շնորհիվ քաղաքացիական հասարակությունը մեծ դերակատարում է ունենալու ընդհանուր վերահսկողություն իրականացնելու գործում, վստահեցրել է վարչապետը։ Սպառողների իրավունքների պաշտպանությունը կարևոր է ոչ միայն սպառողների, այլև ընդհանրապես երկրի եւ տնտեսության համար, որովհետեւ կարծում եմ սպառողների իրավունքների պաշտպանության որակը ինքը շատ կարևոր ցուցիչ է երկրի կյանքի որակի եւ երկրի իրավակարգի որակի համար, որովհետեւ քաղաքացիները պետք է հստակ պատկերացում ունենան, թե հռչակված հնարավորությունները ինչպես պետք է իրենք կիրառեն եւ ինչպես դա պետք է հանգեցնի կոնկրետ արդյունքների։ Փաշինյանն ընդգծել է, որ ցանկացած բիզնեսի համար սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ վերաբերմունքը որակի նշան է եւ այն, ինչ մատուցվում է սպառողին, պետք է լինի որակով։ Ըստ վարչապետի պետք է անել ամեն ինչ, որ հայկական շուկայում սպառողները նախապատվությունը տան միայն բարձր որակով արտադրանքին, ինչն էլ կնվազեցնի եւ հետագայում նաեւ շուկայից դուրս կթողնի ցածրորակ ապրանքը։ Բիզնեսը, որը բավարար հարգանք չունի սպառողի նկատմամբ, սպառողի իրավունքների պաշտպանության նկատմամբ, այդ բիզնեսը արդյունքում պետքա գոյություն չունենա հենց քաղաքացու քվեարկության արդյունքում։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն էլ ընդգծել է, հարթակի ստեղծումը բարելավելու է ապրանքների եւ ծառայությունների որակը, նաեւ ընդլայնելու է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիան, ներկայացնելով հանրապետության առաջարկներն ամբողջ աշխարհին։ Եվրոպական միությունը համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման պարտավորություններ է ստանձնել, որը նպաստում է Հայաստանի ռազմավարության իրականացմանը։ Ուզում եմ ընդգծել, որ Եվրոպական միությունը կարևորում է սպառողների իրավունքների ապահովումը։ Կառույցը սերտորեն գործակցում է այդ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների հետ, նաեւ ստեղծել է վեճերի լուծման առցանց մեխանիզմ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանն էլ նշել է, որ հարթակի ստեղծումը ոչ միայն հեշտացնում է սպառողներին դիմելու գործընթացը, նաև օգնում է բացահայտել ոլորտի հիմնական մարտահրավերները։ Սպառողների հարցերը բազմաթիվ են, բազմաբնույթ են, մենք անցյալ տարի մենակ սպասարկել ենք երևի 1182 զանգի միջոցով սպառողի պահանջ եւ հասկացանք, որ մենք չենք կարող բոլոր սպառողներին ասել, որ մենք ձեր անհատական խնդիրներով չենք զբաղվում, որտեղ հանձնաժողովը պետք է զբաղվի ավելի կոլեկտիվ խնդիրներով, ավելի հանրային նշանակություն խնդիրներով, եւ ստեղծեցինք էլեկտրոնային հարթակ, որի միջոցով շատ པարզ քայլերի միջոցով դուք ներկայացնում եք ձեր խնդրին առնչվող ձևաթղթի միջոցով ձեր բողոքը, դա կլինի ապրանք գնում, ծառայություն, ժամկետ, փոխարինում մենք ձևաթղթերը կսարքենք եւ դրա միջոցով համակարգի միջոցով գնում է դեպի տնտեսվարող։ Ըստ հանձնաժողովի նախագահի, քաղաքացիների ներկայացրած բողոքը փոխանցվում է համապատասխան կազմակերպություններին, որից հետո դրան ընթացք է տրվում։ Եթե պարզվում է, որ առկա է խնդիր, ապա այդ դեպքում սկսում է հանձնաժողովը զբաղվել դրանով եւ հանձնաժողովը սկսում է այդ գործընթացը անել։ Իդեպ նշեմ, որ մենք սա ընդհանրապես պլատֆորմի սկզբնական հատվածն է, մոտ ապագայում, ենթադրում եմ 1-1.5 տարվա ընթացքում այս պլատֆորմի մեջ լրացված ցանկացած սյունակ դառնալու է ռիսկի պրոֆիլ եւ թե մեր թե շուկայի վերահսկողության թե սննդի անվտանգության տեսչական մարմնի համար լինելու է գործընթաց սկսելու սկիզբ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի կարծիքով, որքան պաշտպանված է ազատ մրցակցությունը եւ որքան զարգացած է մրցակցային միջավայրը, այնքան էլ պաշտպանված են սպառողների իրավունքները։ Չի կարող սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակը արդյունավետ լինել մի միջավայրում, որտեղ չկա մրցակցություն, չկա ազատ մրցակցություն։ Հետևաբար սրանք իրար հետ շատ մեսերտ փոխկապվածություն ունեն։ Ըստ Պապոյանի արվում է ամեն ինչ, որ Հայաստանում ավելի հուսալի, արդար եւ թափանցիկ բիզնես միջավայր ստեղծվի։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ 15,000 դրամով կտուգանվեն այն քաղաքացիները, որոնք հասարակական տրանսպորտից կօգտվեն առանց վճարելու կամ արտոնություն ունեցողների ուղետոմսերով։ Երևանի քաղաքապետարանը մշակել է օրենքի նախագիծ, որի մանրամասները ներկայացրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ 15,000 դրամ տուգանք հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենքների նախագծերի փաթեթով, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու, օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար։ Ըստ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի տուգանքների կիրառումը կիրականացվի ազգային ժողովի կողմից հավանության արժանանալու դեպքում միայն։ Ըստ Հայկ Կոստանյանի, տուգանքների կիրառումը կիրականացվի ազգային ժողովի կողմից հավանության արժանանալու դեպքում միայն։
Կան մարդիկ, որ ուղղակի չեն վճարում։ Հիմա դրա անունը կդնենք բոյկոտ, դրա անունը կդնենք ուղղակի առիթա չվճարելու մեխանիզմ էս պահին չունի Երևանի քաղաքապետարանը կիրառելու։ Մոտեցման հարց է, ես ոչ մի խնդիր գլոբալ առումով այդ մարդկանց դիրքորոշման մեջ չեմ տեսնում, բայց ես տեսնում եմ խնդիր օրինակի համար, որ օրինակի համար երբ որ այդ պարբերաբար նշվում է հարկերը, մեր հարկերով էս արեցիք, կներեք էլի վճարող մարդը, ինչի չվճարող մարդու համար պետք է վճարի։ Գումարային տուգանքի չափը որոշակի տարբերություն ունենալու է։ Մի դեպքում դա վերաբերելու է առհասարակ չվճարողներին, մի դեպքում այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում անողին, մյուս դեպքում վերաբերելու է փաստացի տարեկան փաթեթ ունեցող եւ առհասարակ որևէ վճարում չկատարող մարդկանց։ Առավոտից երեկո թմկահարում են, որ բոյկոտը իր արդյունքները ցույց է տվել, մի դեպքում 60%-ը չի վճարում, մի դեպքում 50%-ը այսպես ասարսուր թվեր։ Ես ուզում եմ հասկանամ այդ ուրախ հայտարարությունները ինչի համար են, որովհետև վերջն արդյունքում այդ գումարները, եթե օրինակի համար Երևանի քաղաքապետարանի բյուջե չմուտքագրվեն, մենք որոշակի ժամանակահատված հետո ունենալու ենք խնդիրներ։ Օրինակի համար պլանավորել ենք, որ այս տարի 45 հատ տրոլեյբուս պետք է առնենք, ինչպես նախորդ տարի 15 հատ տրոլեյբուս գնացինք եւ 171 հատ Ժոնգտոնգ Մակնիսի ավտոբուսներ։ Կարող է վերջնարդյունքում պարզվի, որ մեր գումար չկա, պարզապես այդ 45 հատը գնելու, այլ լավագույն դեպքում 10 են գնելու կամ 15, էլի։ Նախաձեռնության համաձայն այն դեպքերում, երբ արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ տուգանվելու է 18000 դրամի չափով։ Հայկ Կոստանյանի խոսքով մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսերից հավաքագրվել է 2.5 միլիարդ դրամ, որից 210,000-ից ավելին եղել են փաթեթային տոմսեր։ Դրանցից 71%-ը հիմնական փաթեթներն են, իսկ 29%-ը արտոնությունները։ Տարի տենց նախատեսում ենք, որ եւս 45 տրոլեյբուս բերենք եւ տեղյակ եք շատերը, որ քննարկումներ կա եւ ինչ որ մի փուլի ասա, այս բան չգիտեմ ինչ հաջողություններ ունենք այդ մասով, բայց նաեւ 250 նոր էլեկտրական ավտոբուսներ ձեռք բերելու մասին ենք մենք հայտարարել, որի շուրջ արդեն աշխատանքներ իրականացնում ենք։ Կոստանյանն անդրադարձավ նաև մայրաքաղաքում արկա ապօրինի շենքշինությունների ապամոնտաժման գործընթացին, նշելով, որ այն իրականացնելիս երբեմն քաղաքապետարանը բախվում է տարբեր խնդիրների, ներքաշվում դատական գործընթացների մեջ, սակայն նույնիսկ այդ խոչընդոտները չեն ստիպում Երևանը մաքրել ապօրինություններից։ Տեղեր կան, որ բնականաբար մենք միանշանակ վստահ ենք, որ պետք է իրականացնենք այդ ապամոնտաժման աշխատանքները, տեղեր շատ դեպքերում գալիս ենք բախվում ենք դատարանների հետ, իրավական ինչ-որ խնդիրների հետ, բայց այն ինչ-որ համայնքինն է, այն ինչ-որ համայնքային է, պետք է վերադարձվի երևանցիներին, դա մեր քաղաքականության անբաժանելի մասն է, որից որ չենք պատրաստվում շեղվենք։ Անդրադառնալով քաղաքապետարանի կողմից այս տարի իրականացվող ծրագրերին Հայկ Կոստանյանը նշեց, որ հաջորդ շաբաթվանից Թումանյան փողոցում շարունակելու են իրականացնել ծառերի փոխարինման ծրագիրը։ Նա նշեց, որ նախորդ տարի տնկվել է 5000 ծառ, իրականացվել 30 կիլոմետր ոռոգման ցանց։ Նորքի երբեմնի այգիներում էին, որտեղ որ մենք շուրջ 7 հեկտար տարածքի վրա շատ բարդ ռելիեֆում իմիջայլոց իրականացրել ենք ծառատունկ եւ այդ բարդ ռելիեֆային պայմաններում նաեւ ոռոգման համակարգ ենք անցկացրել, որպեսզի հետագայում որովիցե տեսակի խնդիր չունենանք։ Եվ եւս մեկ ցուցանիշ, որը կուզեի ես ասել ծառերի փոխարինման թեմայի վերաբերյալ, դա այն է, որ այդ ոռոգման ցանցի նաեւ ընտրված գուցե եւ ծառատեսակների եւ մոտեցման արդյունքում մենք ունեցել ենք շուրջ 95% ծառերի կպչողականություն։ Լուսինե Գրիգորյան, Սերյան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։ Անդրադառնանք միջազգային լրահոսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե շատ լավ հնարավորություններ կան, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը կարող է ավարտվել, հավելելով, որ խնդրել է Պուտինին խնայել ամբողջովին շրջապատման ուկրաինական զորքերի կյանքը։ Իդեպ Սպիտակ տունը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել ոչ թե Թրամփը, այլ ազգային անվտանգության գծով խորհրդականը։ Միջազգային նորությունները տեսաշարով։
Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունների դադարեցմանը, բայց այն պետք է հանգեցնի երկարատև խաղաղության եւ վերացնի ուկրաինական ճգնաժամի պատճառները։ Հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ Ուկրաինան պետք է ամենայն համառությամբ խնդրի ամերիկացիներից հակամարտության լուծում, հաշվի առնելով այն իրավիճակը, որը ձևավորված է իրականության մեջ, եւ անդրադարձել սահմանային գոտու, հատկապես Կուրսկի մարզում իրավիճակին։ Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ այնտեղ իրավիճակն ամբողջությամբ Ռուսաստանի վերահսկողության տակ է եւ այն խմբավորումը, որը ներխուժել Կուրսկը ամբողջական մեկուսացված է։ Դա մեկուսացում է եւ կրակի ամբողջական վերահսկողություն մեր կողմից, ասել է Պուտինը։ ԱՄՆ-ն հասկանում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կունենան իրենց պահանջները հակամարտության կարգավորման գործընթացում, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ Միևնույն ժամանակ ընդգծել է նա, որ Վաշինգտոնը զգուշավոր լավատեսությամբ է տրամադրված Մոսկվայի եւ Կիևի միջև համաձայնության հասնելու հնարավորության հարցում։ Դուք տեսաք, թե ինչպես ուկրաինացիներն Օվալաձև գրասենյակից հետո եկան Ջիդա, որտեղ մենք պետքարտուղար Ռուբիոյի հետ էինք եւ տեսանք նախագահ Պուտինի մամուլի ասուլիսը։ Իհարկե երկու կողմերն էլ կունենան իրենց պահանջները եւ իհարկե երկու կողմերն էլ պետք է որոշեն փոխզիջումների գնալ, ասել է Ուոլցը Fox News-ին տված հարցազրույցում։ Ուկրաինական հարվածների ցրդեհը բռնկվել Туапսեի նավթային պահեստի տարածքում, հայտարարել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետը։ Սոչի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը ավելի ուշ, ռուս ավիացիան հայտարարել էր Մերձմոսկովյան Վնուկովո եւ Կալուգայի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Կրեմլում կայացած բանակցությունների ավարտին համատեղ հայտարարություն են ստորագրել։ Փաստաթղթում նշվում է, որ բանակցություններն անցել են բարեկամության, փոխըմբռնման եւ վստահության մթնոլորտում։ Պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակ եւ բելարուսա-ռուսական լայնածավալ գործակցության հետագա զարգացման հեռանկարային ուղղությունները։ Նախագահները նաեւ հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի եւ Բելարուսի փոխադարձ անվտանգության մասին պայմանագիրն այսօր մտել է օրինական ուժի մեջ։ Ռուսաստանի նախագահը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի եւ Բելարուսի քաղաքացիները կկարողանան մասնակցել երկու երկրների տեղական ընտրություններին, թե որպես ընտրող, թե որպես թեկնածու։ Լուկաշենկոն էլ հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված նոր իրավիճակը։ American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի շարժիչում հրդեհ է բռնկվել, երբ այն վերաուղղորդվել է Դենվերի օդանավակայան։ Բոլոր ուղևորները եւ անձնակազմի անդամները տարհանվել են վթարային ելքերով։ Դենվերի միջազգային օդանավակայանից հայտնել են, որ 12 մարդ թեթև վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Հրդեհը մարվել է, միջադեպի պատճառները հետաքննվում են։ Սիրիայում անցումային շրջանը կտևի 5 տարի, ասված է Սիրիայի Արաբական Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկման հանձնաժողովի հայտարարության մեջ։ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմադ Աշշարան ավելի վաղ ստորագրել է անցումային շրջանի սահմանադրության նախագիծը։ Աշշարան հայտարարել է, որ երկրում անցումային շրջանի ավարտի համար առնվազն 4 տարի կպահանջվի։ Այսքանը ցտեսություն։